մի ճշտում թրիփի հետ կապված ձեր խոսքից մեջ բերում, թրիփը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու, ասացիք, ինչ սպառնալիքներ եք դուք տեսնում, փակագծեր կբացեք, ինչ կարող է տեղի ունենալ, որտեղ բավական պատասխանատու հայտարարություն է։ Նայեք, ինձ ամենից շատը մտահոգում է Իրանի հետ սահմանի հանգամանքը եւ այն հայտարարությունները, որ մենք իրանական կողմից վերջերս լսեցինք։ Միացյալ Նահանգները հեռու է։ Իրենց համար այս տարածաշրջանը իսկապես ամենից կարևորները չեն։ Բայց Իրանի նկատմամբ շատ հավանական է նաև նոր ագրեսիայի, նոր գործողությունների ռազմական հեռանկարը։ Հիմա օրինակ 3 թե անցած օրը Միացյալ Նահանգների նախագահան եւս բավական կտրուկ հայտարարություններ արել։ Հարևանի հետ հարաբերությունները երբ փչացնում է, շատ դժվար է վերականգնել։ Շատ դժվար է։ Նույնիսկ կենցաղում, չէ՞, ում մոտիկ ես համարում, այդ մոտիկ մարդուն եթե դավաճանում ես, հնարավոր չէ հետո վերականգնել, վերանորոգել այդ հարաբերությունները։ Ընդհանրապես այդ գեոպոլիտիկա բառը երկու բառից է, չէ՞ բաղկացած։ Աշխարհագրություն եւ քաղաքականություն։ Աշխարհագրությունը դու չես կարող փոխել։ Ինքը կա։ Ուրեմն խոսքը գնում է դու քո քաղաքականությունը այնպես վարել, որ քո աշխարհագրությունը դառնա ոչ թե պրոբլեմ, դառնա առավելություն։ Հիմա եթե քո հարևանը, որը այսքան տարիների ընթացքում ամենից դժվար պայմաններում sense որ սա փակ է, Վրաստանում երկաթուղիներ էին պայթացնում եւ այլն, հիշում եք, գազամուխ էին պայթացնում։ Այդ երկրի նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորելը շատ երկար եւ շատ ծանր է նստելու մեզ համար։ Մենք 15-20 հարևան չունենք, որ ասենք այս երկուսը հեչ են, 5-ը հեչ, այսքան ունենք։ Հասկացաք, ես նայում եմ երկարատև կտրվածքով։ Երկարատև կտրվածքը հետևյալն է, չի կարող այսօր քայլեր անել, որով դու մեծ անվստահություն ես բերելու երկկողմ հարաբերությունների Իրանի հետ։ Ես իրավունք ունեմ սա ասելու, որովհետև ես հիշում եմ, երբ մենք գազամուխ էինք կառուցում, Միացյալ Նահանգներից այո փորձում էին մեզ խանգարել։ Հորդորում էին, պատվիրակություններ է եկել, բայց նստել, բանակցել, նկարել ենք, հաշվարկը տվել ենք եւ համաձայնել։ Նույնիսկ ես այն ժամանակ ցես այսպեսի մի բան ասեմ։ Ես առաջարկել եմ հետեւյալը։ Ասել եմ միասին կառուցենք։ Եկեք կոնսորցիում ստեղծենք հայ, Իրանը, ամերիկյան։ Եվ միասին երեքով այդ գազամուխ կառուցենք։ Նաեւ միգուցե սա մի փոքր մի բան կլինի, որտեղ ձեր մասնակցությունը կլինի համատեղ տարածաշրջանային պրոյեկտում։ Ես ոչ թե ասել եմ գործ չունեք, հեռացեք։ Ամերիկացիս քեզ բարև չեմ, հակառակը, փորձել եմ ներգրավել բավական լուրջ պաշտոնյաների հետ եղել այս խոսքը։ Ինչպես կարող էր ներգրավել այս ծրագրում, Օրինակ, կոնսորցիում էինք, իմ առաջարկը շատ կոնկրետ էր, կոնսորցիում ստեղծել, կոնսորցիումի կողմերը մենք ենք, Իրանը եւ Միացյալ Նահանգները։ Իրենք ասացին կմտածենք, հետո ասացին, չէ, վիճակը այնպեսին է, մենք չենք կարող մասնակցել, բայց ձեր մտահոգությունները հասկանում ենք եւ խնդիր չենք ստեղծելու։ Որտեղ այն ժամանակ եւս սանկցիոն ինչ որ բան է կային։ Ահմադինեջադի հետ այն ժամանակ բավական սրված էր հարաբերությունները, ինքը ասենց որպես ազգայնական նախագահ էր ընկալում հակաամերիկյան Միացյալ Նահանգների, բայց մենք այդ հավաստիացումը նաեւ ամերիկացիներից ստացել են։ Այս դեպքում թրիփի դեպքում հնարավոր էր Իրանին ներգրավել։ Ես համոզված եմ, չէ, թրիփի դեպքում Իրանին դժվար էր, բայց թրիփի դեպքում կամ Չինաստան կամ Ռուսաստան։ Հատկապես Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգները այսօր պատրաստ են կառուցողական պրագմատիկ հարաբերություններ կառուցել։ Եթե իրենք Ալյասկայում հանդիպում են եւ քննարկում են, թե համատեղ Արկտիկայում ոնց կարող են աշխատել, իսկապես հնարավոր է։ Ես Տրամպի մեջ բացի այդ էպոտաժային հատվածը, որը ինքը որը կա ուղղակի նաև գալիս է իր բնավորությունից, բայց լուրջ պրագմատիկ մարդ է։ Իսկապես պրագմատիկ մարդ է։ Հա, շատերին դուրս չի գալիս, որ սենց սկզբից փեդով խփում է, հետո ասում անստենք խոսանք։
այդ կա, հիմա սա կա։ Ես Բելգիայի վարչապետի մեջբերումը բերեցի էլի, բայց իրենց հետ հնարավոր է նստել կոնկրետ ծրագրի շուրջ խոսալու, այդի ոչ ոք դա չի արել։ Չի արել, որովհետև Նիկոլ Փաշինյանը ուրախացել է, որ գնա Տրամփի հետ նկարվի։ Իրեն նկարա պետք ընտրությունների համար։ Որովհետև բանակցելու համար որոշ ժամանակ կարող է օգոստոսի 8-ին չստորագրեին, օրինակ սեպտեմբերի 8-ին ստորագրեին կամ հոկտեմբերին։ Համբերություն չունի այս մարդը։ Գրավեին Չինաստանի։ Հասկանում եք, համբերություն չունի, որ նստեն, աշխատեն, նորմալ տարբերակի գան, համոզված են, որ ամերիկացիներին հնարավոր է ցույց տալ, որ նաև իրենց շահերից է սա բխում։ Դրա համար իմ մոտ մտահոգությունը հետևյալն է. միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով Իրանի հետ այս ձևով վարվել չի կարելի։ Քո հարևան